Կանաչը մեր մոտ գոյություն ունեցող թունելն է եւ կարմիրով նշված է նոր թունելը եւ այստեղ տարհանման ելքերը եւ միացումները երկու թունելների մեջ։ Նախատեսում ենք նաեւ թունելի էսպային գոյություն ունեցող երթևեկամասի լայնացում, ինչը կապահովի նաեւ հավելյալ մայթերի հնարավորություն։ Արդեն հայտնի է ինչպիսին է լինելու Դիլիջանի նոր թունելը։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը ցույց է տալիս կառուցման նախագիծը։ Նախագծային աշխատանքները իրականացրել է ոլորտում 40 տարվա փորձով ավստրիա-գերմանական ընկերությունը։ Նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Կլինի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, եթե քարտեզի վրա նայենք, Երևանից գնացողությամբ նոր թունելը կանցնի թունելի ձախ հատվածով։ Երկարությունը մոտավորապես նույնն է, ինչ գոյություն ունեցող թունելին է։ Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով ապահովված ջրահեռացման, հրդեհաշիջման, անվտանգային համակարգերով։ Գործողը կվերափոխվի տարհանման թունելի, որի յուրաքանչյուր 500 մետրում կապ կունենա նոր թունելի հետ, որը կկահավորվի նաև ժամանակակից ինժեներական ավտոմատ կառավարման համակարգերով։ Ունենք 5 տարհանման ուղի նոր թունելից դեպի տարհանման թունել, որոնցից 3-ը անցանելի են լինելու նաև մեքենաների համար։ Նախագծերի գլխավոր շեշտադրումը եղել է թունելային անվտանգության նորմերի կիրառումը։ Հիմք ենք ընդունել Եվրոմիության թունելային անվտանգության նորմերը, որը պարտադրում է ունենալ թունելներում վթարային կանգառի գրպանիկներ։ Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ 2300 մետր երկարությամբ նոր թունելի կառուցման ընթացքում գործող թունելը կշարունակի աշխատել։ 2025-ի տվյալով Դիլիջանի թունելի երկու ուղղություններով օրական երթևեկում է 10,000 մեքենա։ Շինարարության մեկնարկից հետո նոր թունելը նախատեսվում է կառուցել 4 տարում։ Դիլիջանի թունելը շատ կարևոր է, քանի որ մեր կարևորագույն ճանապարհահատվածներն է միավորում։ Այժմ Դիլիջանի թունելը օդափոխության համակարգի ստանդարտների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, ուստի նպատակահարմար է համարվել որոշակի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, որպեսզի Դիլիջանի թունելին զուգահեռ կառուցվի նոր թունել։ Նորի կառուցման գործող թունելի նորոգման եւ տարհանման թունելի վերաձևակերպման աշխատանքների համար նախնական հաշվարկով կպահանջվի մոտ 70 միլիոն եվրո, քանի որ նախագծային աշխատանքները ֆինանսավորել են Ասիական զարգացման բանկն ու կառավարությունը, այժմ բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ ծրագրի շինարարության հնարավոր ֆինանսավորման համար։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենի սեղանին նաեւ Պուշկինի թունելի արդիականացման նախագիծն է։ Պուշկինի թունելի համար նախատեսված է բետոնային աշխատանքներ, այսինքն թունելի ներսում երեսարկի ամբողջական փոխարինում։ Շինարարական աշխատանքների առաջին փուլով ամբողջությամբ հեռացվելու է գոյություն ունեցող արդեն իսկ մաշված եւ մաշվածության բարձր աստիճան ունեցող երեսարկը, նորից վերատեղադրելու են, իհարկե ջրամեկուսացման թաղանթի կիրառմամբ նորից վերատեղադրվելու, դրանից հետո նոր սկսելու են թունելային համակարգերի տեղադրման համակարգեր, ինչը ներառում է իր մեջ օդափոխության համակարգը, հրդեհաշիջման համակարգը, անվտանգության համակարգը։ Պետական միջոցներով նախատեսվում է վերակառուցել Պուշկինի թունելը շրջանցող ճանապարհը, որ թունելի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունն այդ հատվածում չընդհատվի։ Մայա Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։